Երևանում կայացավ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-25 թվականների հրապարակման շնորհանդեսը։ Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը տեղական եւ գլոբալ մակարդակներում։ Հայաստանը երկրորդ անգամ է միանում հեղինակավոր այս նախաձեռնությանը։ Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր։ Այս տարի եւս, ինչպես 2019 թվականին ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Դժվար է առհասարակ թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմնին եւ նաեւ գիտական ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Զեկույցին մասնակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ, ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև։ Իրականացվել է հետազոտությունը գլոբալ ձեռներեցության մոնիտոր կառույցի շրջանակներում, որը շուրջ արդեն մոտավորապես 27 տարի է աշխարհով մեկ իրականացնում է նմանատիպ հետազոտություններ։ Ամեն տարի մոտավորապես 200,000 մարդ աշխարհում մասնակցում են նմանատիպ հարցումներին եւ ավելի քան 3000 փորձագետներ են մասնակցում։ Հայաստանի դեպքում սա երկրորդ փորձն է իրականացնելու այս հետազոտությունը։ Ես գլխավորում եմ ազգային թիմը, որը դա իրականացնում է Ամերիկա խորհրդատվական ընկերության շրջանակներում։ Ասեմ, որ մենք առաջի անգամ նմանատիպ հետազոտություն արեցինք 19 թվականին, որի արդյունքները եղան 20 թվականի ապրիլին։ Կարող եք բոլորդ պատկերացնել, ինչ ժամանակաշրջան էր COVID-ի սկիզբը եւ ցավոք սրտի այդ հետազոտությունը չստացավ անհրաժեշտ հասարակական արձագանքի։ Այս երկրորդ հետազոտությունը մենք իրականացրել ենք 24 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում, այդ մեծ հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2000 մեր Հայաստանի բնակիչներ, բաժանված համապատասխան մարզերով, դեմոգրաֆիայով, կրթության մակարդակով եւ մասնակցել է 37 փորձագետ ներսում, որոնց նույնպես մեծ հարցում է իրականացվում։ Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունը ըստ բնակչության տարբեր խմբերի եւ տնտեսության ոլորտների։ Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը եւ ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, կիրառությանը բիզնեսում։ Ազգային զեկույցի շրջանակներում դուրս բերված մի շարք հետաքրքիր արդյունքները կարևոր է հաշվի առնել հատկապես հետագայում ռազմավարությունների եւ քաղաքականությունների մշակման ժամանակ։